Բարև ձեզ, Երկխոսության լսարան հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ընտրական գործընթացների շուրջ կզրուցեմ TV31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյան, ինչպես գիտենք բոլորս, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին, իսկ առաջադրումները տեղի ունեցան վերջնաժամկետը մարտի 5-ին էր։ Քանի քաղաքական ուժեր ներկայացրեցին հայտը եւ ինչով էր պայմանավորված, որ վերջին 2 օրերին, հայտերը ներկայացրեցին, միգուցե դա փաստաթղթերի ոչ մատչելիությամբ էր պայմանավորված, որովհետեւ տեխնացուները մեծ շտապողականություն ցուցաբերեցին վահանակների ձեռքբերման եւ տեղադրման առումով։ Ուրեմն ես սկսեմ խոսեմ օրենքի տեսակետից։ Կենտրոնական հանձնաժողովը, ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ին նիստ գումարեց եւ հաստատեց Գյումրու 2025 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը, որում առանձին կետով նշված էր փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը։ Այսինքն քաղաքական ուժերը փետրվարի 20-ից սկսած կարող էին, եթե արդեն պատրաստ լիներ իրենց փաստաթղթերը, կարող էին ցանկացած օր ներկայացնել իրենց փաստաթղթերը ընտրական հանձնաժողովին, ընտրատարածքային։ Ուրեմն մենք այդ որոշումից հետո կենտրոնական հանձնաժողովի մենք սահմանել էինք ըստ ժամանակացույցի հեշտապահություն մեր հանձնաժողովի կողմից, դե բոլորս հասկանում ենք, մարդիկ բոլորը աշխատում են, իրենց հիմնական աշխատանքում են աշխատում, մենք այնպես էինք արել, որ միշտ այնտեղ մարդ կա, որ հանգարց որևիցե մի կուսակցություն փաստաթղթերը բերի, այնտեղ մարդ չլինի, խոսակցությունների առիթ չլինի։ Ինչ վերաբերում է առաջադրումներին, առաջադրումները սկսվել են մարտի 1-ից, այնպես չի, որ բոլորը վերջի օրն են բերել, մարտի 1-ին է եղել, մարտի 3-ին է եղել, մարտի 4-ին է եղել, մարտի 5-ին է եղել, ուղղակի մի մեծամասնությունը 6 կուսակցություն մարտի 5-ին են բերել, բայց տարբեր ժամերի իրար չեն խանգարել, այնպես որ խնդիր չի առաջացել։ Ու այս փուլում մենք փաստաթղթերի ընդունման ժամանակ մենք ընդունել ենք քանակով, այսինքն բովանդակային առումով մենք չենք դիտել, օրենքի պահանջ այդպիսի չկա, ու ժամանակային առումով չէինք հասցնի, ինչ որ այդ պահին տեսել ենք, ինչ թերություն ասել ենք, բայց ընդհանրապես մենք ստացականով ենք վերցնում բոլոր փաստաթղթերը, քանակային առումով այս փաստաթուղթը այսքան թերթ, այս փաստաթուղթը այսքան թերթ, այդպես ընդունում ենք բոլոր փաստաթղթերը, ստացականի 2 օրինակ է լինում, մի օրինակը տալիս ենք քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին, մի օրինակը մնում է մեր մոտ, որ դաշինքները եւ կուսակցություններն գիտենան ինչ փաստաթուղթ են ներկայացրել։ Հիմա գնում է ստուգման գործընթացը, այս պահին էլ 9 քաղաքական ուժ է ներկայացրել, 6 կուսակցություն, 3 կուսակցությունների դաշինք, ովքեր են եւ գրանցումները երբ է սկսվել եւ երբ կավարտվի։ Գրանցում այդպես, որպես այդպեսին գրանցում չի եղել, գրանցման վերջնաժամկետը ստուգման գործընթացը սկսվել է անմիջապես փաստաթղթերը ընդունելու հետո, այսինքն մարտի 6-ից սկսվել է ստուգման գործընթացը եւ ստուգման եւ գրանցման գործընթացը, որը կավարտվի մարտի 10-ին ժամը 18:00-ին։ Ուրեմն, ինչպես գիտեք, գրանցվել են 9 քաղաքական միավոր, այդպես ասեմ, ուրեմն 6 կուսակցություն, 3 դաշինք, ես կարող եմ ըստ գրանցման հերթականության նշեմ, որ կուսակցություններն են, ուրեմն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի առաջի համարն է Վարդան Ղուկասյանը։ Իմ հզոր համայնք կուսակցությունը ներկայացրել է 40 հոգանոց ցուցակ, որի առաջի համարն է Ռուբեն Մխիթարյանը։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը ներկայացրել է 32 հոգանոց ցուցակ, որի առաջի համարն է Արտյոմ Թումանյանը,
Ապրուլու երկիր կուսակցությունը ներկայացրել է 30 հոգանոց ցուցակ, որի առաջի համարն է Կարեն Մալխասյանը։ Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքը, որը բաղկացած է Հայրենիք կուսակցությունից, Միացյալ Հայաստան կուսակցությունից եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, գլխավորում է կուսակցության ցուցակը Մարտուն Գրիգորյանը եւ այդ 34 հոգանոց ցուցակ է։ Ուրեմն դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը ներկայացրել է 23 հոգանոց ցուցակ, որի առաջի համարն է Արտյոմ Ղարաղազարյանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրել է 99 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը։ Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը, որը երկու կուսակցությունից է բաղկացած, Ինտելեկտուալ Հայաստան եւ Իմ պայքար, իմ հայրենիք կուսակցություններից է բաղկացած, ներկայացրել է 56 հոգանոց ցուցակ, որի առաջին համարն է Կարեն Սիմոնյանը, եւ Եվրոդաշինք կուսակցությունների դաշինքը, որի կազմում Հայաստանի Հանուն Հանրապետության կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մտնում են այդ դաշինքում, ներկայացրել են 25 հոգանոց ցուցակ, որի առաջի համարն է Լևոն Բարսեղյանը։ Շնորհակալություն։ Ընդհանուր թվով մասնակցում է 372 տեխնացու։ Այս ժամանակահատվածը բավարար է ստուգման համար։ Ժամկետը բավարար է։ Այո, ասեմ, որ բավարար է, մենք բավականաչափ արդեն ստուգել ենք այս 2 օրվա ընթացքում։ Եղել են թերություններ։ Այս պահի թերությամբ հայտնաբերված թերություններից ուղղակի կարող եմ ասեմ ավելի շատ տեխնիկական են, ասենք մարդը երբ որ առաջադրվում է տեղեկանք է բերում լիազոր մարմնից, որ վերջին 6 ամսում հաշվառված է Գյումրի քաղաքում, դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը։ Ուրեմն եղել են դեպքեր, որ տեղեկանքում նշված է ID, չէ, անճշտություն չի, ID համարով է ինքը վերցրել է տեղեկանքը, բայց ցուցակում եւ բերած անձնահաստատող փաստաթղթում բերել է անձնագիրը։ Նշված դեպքերում կամ հագարակը։ Նշված դեպքերում մենք ուղղակի կուրսակցությունների լիազոր ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, ասում ենք նշված տեխնազուների մյուս անձնահաստատող փաստաթղթի պատճենն էլ բերեք, այդպես հարցը փակվում է։ Այսինքն կա հնարավորություն որոշակի փոփոխություն։ Իսկ առհասարակ ցուցակները անփոփոխ են, հնարավորություն կա փոփոխելու թե ոչ։ Ուրեմն ասեմ, այս փուլում կուսակցությունների փոփոխության ավելացման կամ անձերի փոփոխության խնդիր չկա։ Կարող է պատահի ցուցակից անձը դուրս գա, կարող է ինքը ինչ պատճառներով մեր ստուգման արդյունքում պարզվի, որ այդ մարդը իրավունք չուներ առաջադրվելու, կամ խախտված է գենդերային հավասարությունը, կամ խախտված է անկուսակցականների տոկոսային հարաբերությունը, այդ պարագայում կուսակցությունը իր կողմից կարող է նշված անձերին հանել։ Այսինքն ցուցակը կարող է պակասել, բայց ավելանալ կամ մի անձը փոխվել մյուս անձով, այս բանին արդեն հնարավորություն չկա։ Պարոն Ղազարյան, իսկ նախկին ընտրությունների ժամանակ եղել է դեպքեր, երբ որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի գրանցումը չեղարկվել է։ Մեր ընդրատարածքային ընտրական հանձնաժողովում ես կարող եմ ասեմ 21 թվականից ես եմ նախագահը, մենք անցկացրել ենք մի հատ համապետական եւ մի տեղական ինքնակառավարման ընտրություն, այդպիսի դեպք չի եղել, բոլոր դիմաց կուսակցությունները բոլորը գրանցվել են ու ընտրությունները անցկացվել են։ Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները երբ են տրվելու, ինչպես ում կողմից։ Ուրեմն նախկին ընտրություններին, այսինքն երկուս չէ, համապետականը մենք չենք անում, կենտրոնականն է անում, նախորդ դիմընտրությանը մենք ենք արել հերթական համարների այդ, ոնց ասեմ, վիճակահանությունը։ Այո, անձամբ ես եմ արել վիճակահանությունը,
պարկը իմ ձեռեր ընդեղից հանում ենք, ու վիճակահանությունը ոնց որ անում են։ Այս ընտրություններին վիճակահանությունը պետք է անի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Որևէ բացատրություն կա դրանում։ Այդպես է սահմանվել, որովհետև միաժամանակ երկու համայնքում են ընտրություններ, դրա համար անում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն Գյումրիում ընտրողների թիվը կազմում է 112,160 ընտրող, այն դեպքում, երբ 2021 թվականին թիմ ընտրություններում ընտրողների թիվը կազմում էր 109,453 ընտրող։ Ստացվում է, որ 2707-ով ավելացել է, այս աճը ինչով է պայմանավորված։ Ճիշտ ասած, ես այդ պարզաբանումները չեմ լսել, իմ անձնական կարծիքը, որ ասենք 21 թվականին մարդը եղել է 14 տարեկան, հիմի 18-ը լրացել է, դառել է ընտրող։ Դա մի բացատրություն։ 2000 ես չեմ կարող կոնկրետ բան ասեմ, հիմի այդ ես ասեմ, որ ինձ իմ վերապահված չի տա, լիազոր մարմինը կա, անձնագրերի վիզաների վարչությունը, ամենաճիշտ բացատրությունը իրենք կարող են տալ այդ համամասնությունը ինչով է պայմանավորված թվի բարձրացումը։ Դե բնական է Արցախի տեղահանված մեր հայրենակիցներն էլ կան։ Այո, եթե հաշվառվեցին, չէ, չունենք, մեզ տալիս է անձնագրերի վիզաների վարչությունը նախնական ցուցակները ընտրողների, ընտրություններից 3 օր առաջ վերջնական ցուցակները կփակցվեն ընտրատեղամասերի ապագիներին, ցանկացած անձ կարող է գալ, նայել իր հերթական համարը եւ գնալ ընտրությունների։ Թվի մեծ կամ փոքր լինելու համար ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, կա լիազոր մարմին։ Պարոն Ղազարյան, գրանցում ունեցող այլազգի քաղաքացիներ եւս կան, չէ՞։ Ամեն դեպքում նրանք շահագրգիռ չեն, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Այս դեպքում տոկոսային հարաբերությունը մասնակցության չի նվազի։ Օրինակ, ես ասեմ, տոկոսային հարաբերությունը այսպես է։ Եվ ինչքանով կազդի ընտրությունների վրա։ Ինչ չի թվում, որ շատ մեծ կարող է ազդել։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանել է Հայաստանի քաղաքացիների եւ օտար երկրի քաղաքացիների մասնակցության սահմանափակումները, այսինքն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած ցանկացած անձ, որը վերջին ընտրության օրվա դրությամբ, այսինքն մարտի 30-ի դրությամբ հաշվառված է Գյումրու քաղաքում, ինքը ընտրելու իրավունք ունի։ Օտար երկրի քաղաքացիների համար սահմանված է 1 տարի ժամկետը մարտի 30-ի դրությամբ, այս 1 տարվա ընթացքում պետք է լինի հաշվառված Գյումրի քաղաքում։ Հիմի օտար երկրի քաղաքացիները շահագրգռված կլինեն, թե չեն լինի, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Շատ լավ, պարոն Ղազարյան, մարտի 15-ից մինչև մարտի 28-ը ներառյալ պաշտոնական քարոզարշավն է։ Թեև քարոզարշավը պաշտոնապես չէր մեկնարկել, շատերը սկսել էին թաքնված քարոզարշավ իրականացնել, շատ հաճախ էլ ուղեկցում էին սև PR կոչվածով, մեղադրանքներով, միմյանց հասցեին անվայելուչ բառամթերքով։ Ձեր գնահատականը եւ այս բոլորին վերահսկող մարմին ով է։ Ուրեմն ասեմ, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիտարկում է քարոզարշավը մարտի 15-ից մինչև մարտի 28-ը։ Այդ ընթացքում, եթե որևիցե մի խախտում օրենքով սահմանված կարգից շեղում լինի, մենք շատ արագ արձագանքում ենք, համագործակցելով թե ուժային կառույցների, թե համայնքապետարանի հետ, ասենք չնախատեսված վայրերում գովազդ փակցնելը եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս ժամանակահատվածում այդ ամեն ինչը չի գնահատվում որպես քարոզչություն օրենքի, ընտրական օրենսգրքի տեսակետից, հետո մի բան էլ ասեմ, ուրեմն չգիտեմ ով է ասել, շատ խելացի բան է ասել է քաղաքական ուժերը սկսում են նոր քարոզչությունը,
ներգանդրությունների ավարտի պայից սկսած։ Այսինքն այդ քարոզչությունը մշտական չի, պրոստը հիմի ուղղակի ավելի ցայտուն է երևում օրենքի տեսակետից մենք չենք կարող այդ խառնենք մանավանդ հələ կուսակցությունները չեն գրանցվել։ Այսինքն մինչ այդ կարելի է Չէ, կարելի, ես չեմ կարող ասեմ կարելի, հիմի որ ասեմ կարելի է, պետք է մարդիկ կարող է սխալ հասկանան, որ ես ասում եմ ճիշտ եք անում, որ CFPR եք անում, ճիշտ եք անում, որ այսպես, չէ, այդպես չի։ Մենք վերահսկում ենք քարոզարշավի ժամկետի ժամանակ։ Այսինքն քարոզարշավը մարտի 15-ից 28-ն է, այդ ընթացքում եթե քարոզարշավի օրենքով սահմանված ինչ որ խախտում լինի, այդ ժամանակ մենք շատ օպերատիվ կարձականենք այդ ամեն ինչին եւ լիազոր մարմինները այդ ամեն ինչը մեր հետ համատեղ կվերացնեն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցությունների դաշինքներին տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրի եւ վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մարտի 2-ը, իսկ դրանք փակցնելու իրավունքը ընտրությունների մասնակցող կուսակցություններին կբաշխվի մարտի 11-ին։ Բայց մինչ այդ, տեխնացուները մեծ շտապողականություն ցուցաբերեցին եւ փաստորեն քաղաքի տարբեր հատվածներում հիմնականում մի քանի տեխնացուների կամ քաղաքական ուժի ներկայացուցիչների վահանակներն է։ Արդյոք անհավասար պայմաններ չի արդեն իսկ ստեղծվել այն առումով, որ էլի ասեմ, ստվերային քարոզարշավ է ընթանում եւ նաեւ հնարավոր է այլ հատվածներում էլ տեղ չլինի, մյուս տեխնացուների համար։ Ուրեմն դուք շատ ճիշտ նշեցիք, դա այդ ամեն ինչը կենտրոնական հանձնաժողովի լիազորությունն է, այդ բաշխումը։ Մեր լիազորություններից դուրս է դա։ Իսկ ձեր հարցի երկրորդ մասին անդրադառնամ, եթե հանգարց պարզվեց, որ կենտրոնական հանձնաժողովը վիճակահանության տեղերի բաների մի քաղաքական ուժի հասավ, ուրիշ քաղաքական ուժի պաստառ է, անպայման նա կվերածվի, այն մյուս քաղաքական ուժին կտրվի, այո։ Իսկ ինչ մնում է, ասենք անհավասարությանը կամ ծախսված գումարներին, գոյություն ունի օրենքով սահմանված հիմնադրամների չափ, որից դուրս ընտրություն քարոզից հետո կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց հաշվետվությունները, ինչ ծախսային, ինչ ծախսեր են արել այդ ժամանակ, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ մի կուսակցությունն 20 հատ պաստառ է կպցրել, մյուս բոլորս հասկանում ենք, դա ֆինանսականի հետ է կապված, այդ ամեն ինչը մեր լիազորությունները չի, այդ ոնց ասեմ, հաշվետվությունները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ երևա այդ ամեն ինչի աղբյուրը, որտեղից է ֆինանսավորվել այդ քարոզչությունը, այդ պաստառները եւ այլ բոլոր կուսակցությունները պետք է ներկայացնեն։ Իդեպ պարոն Ղազարյան, նախընտրական այս վահանակները, ցուցապաստառները ուղեկցվում են նաև ընտրության օրը, նախկին փորձից ելնելով եւ համացանցային գովազդներ, ինչպես է դա վերահսկվելու։ Ուրեմն, քանի որ դա համատարած երևույթ է, գոյություն ունի լռության օր, կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները պետք է քարոզչության օրվա ավարտին հանեն, այսինքն բոլոր վահանակները, բոլոր պաստառները, բոլոր ուղղակի այնպես է, որ ասենք ֆիզիկապես հնարավոր չի, մենք մատնանշում ենք համայնքապետարանին բանը, բայց դուք գիտեք, որ ինչ քանակություն է լինում, ամեն ինչի հետևից գնալը մի քիչ բան է, ուղղակի պետք է կուսակցությունները մի քիչ գիտակցություն ունենան, որ եթե լռության օրը այդ օրը քարոզը արգելված է եւ այդ պաստառները իրենց նախաձեռնությամբ ամսի 29-ին հանեն։
պետք է հանեն ու մենք կարող է տեսնենք, մենք ահազանգենք, բոլորը հասկանում են, որ մենք մեր հանձնաժողովով չենք կարող այդ մեծ պաստառը ելնենք հանենք։ Դրա համար այդ էլի բոլոր ընտրություններին է դա եղել է, ուղղակի չսահմանված տեղերում չի լինի, այդ ընթացքում է չի լինի։ Ուղղակի սա խոսում ենք արդեն օրենքով կարգավորված տրված բանի մասին, որ 29-ին դրանք ամբողջը պետք է հանեն կուսակցությունները։ Ուղղակի այնտեղ դասականատվություն կա դրա համար։ Դե այսքան ժամանակ ինչ էս նախագահում ինչ որ պատասխանատվության ինչ որ խնդիր չի եղել, բայց օրենքի տեսակետից պետք է հանեն, որովհետև դա համարվում է քարոզչություն, իսկ լրացության օրը քարոզչություն չի կարելի իրականացնել։ Եվ վերջին հարցը ընտրատեղամասերի վերաբերյալ է, ընտրատեղամասերը փոփոխվել են թե ոչ, քանիսն են եւ ընտրության օրը պատշաճ կազմակերպման համար ժամանակահատվածը բավարար է թե ոչ, որովհետեւ նախկինում կար մի շարք թերություններ, ընտրատեղամասի կահավորումը, որոշ պարագաների եւ տեղեկատվական նյութերի ոչ լիարժեք տրամադրում, տեղամասերի մատչելիություն, տեղամասի շրջակայքում ընտրողներին որևէ տեխնացուի կուսակցության դաշինքի օգտին կողմնորոշվող միջոցառումներ, ուղղորդող նշաններ։ Սա ես մեջբերել եմ նախկինում մեր դիտորդական առաքելություն իրականացրած դիտարկումների արդյունքում։ Ուրեմն նշեմ, որ Գյումրի քաղաքում թիմ ընտրությունների ժամանակ ձևավորվում է 82 տեղամասային կենտրոն։ Այս տարի եւս նախորդ ընտրությունների համեմատ փոփոխվել է շատ աննշան, 3-4 տեղամաս է փոխվել։ Այն առումով, որ տեղամասեր են եղել, որովհետեւ որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, տեղամասի դիրքը փոխվել է, բայց ելի նույն, ասենք մի 200-300 մետր շարավիղով, որ նշված տեղամասը, ասենք ժողովուրդը մի տեղ է գնացել, մյուս տեղը շատ հանգիստ, ասենք հեռու չլինի իրենց, մի 3-4 տեղամաս է այդպիսի, այդ մատչելիության եւ այլ այդ կառավարման խնդիրները, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ մեր հետ շատ ծերտ համագործակցող հասարակական կազմակերպություն կա, ԱԳԱՏ կազմակերպությունը, իրենք մատչելիության եւ մնացած բաների շատ մեծ հետազոտություն են արել, որը տրամադրվել է մեզ եւ համայնքապետարանին, իսկ կառավարման վերաբերյալ ասեմ, որ մենք շատ խիստ վերահսկում ենք այդ կառավարումը տեղական ինքնակառավարման մարմնի, այսինքն համայնքապետարանի դիրույթում է, ինքը ես կարելի ասել, ես հուսով եմ, որ իրենք իսկ տեղեկատվական նյութերի տրամադրումը տարածքային հանձնաժողովի կողմից է արվում։ Թեկուզ այդ ընտրակարգը ներկայացնում։ Մենք ասեմ, որ ընտրակարգը բազմիցս գովազդների միջոցով եւ այլ հեռուստատեսությունով ասվում է, բայց մենք երբ որ ձևավորվում են տեղամասային հանձնաժողովները, իրենք որ գալիս են, մենք փաստաթղթերը իրենց որ տրամադրում են, քվեաթերթիկներ, ցուցակներ, քվեաթերթիկներ եւ այլ պարագաներ իրենց որ տրամադրում ենք, նաեւ տրամադրում ենք տեղեկատվական այդ ամբողջ նյութերը բոլոր տեղամասային հանձնաժողովի նախագահներին, իրենք այդ օրը երբ որ գնում են մինչև 18:00 զեկուցում են, որ գնացինք, քվեաթերթիկները 100 են անում, դնում են ամբողջը իրենց փաստաթղթերը, արձանագրության օրինակները եւ այլ, ամբողջը դնում են չհերկիզվող պահարանում, փակում են, կնիքում են եւ հանձնում են ոստիկանությանը, այդ ժամանակ այդ ամեն ինչը փակցնում են։ Ընտրության Ինչով կբացատրեք, որ նախորդ ընտրություններին որոշ տեղամասերում բացակայել են դրանք։ Մի ասեմ, որ ես տեղամասային հանձնաժողովի նախագահների մեղքն է։ Չէ, նախագահների մեղքը չի, ասեմ, որ իրենք փակցրել են ու երևի օրվա ընթացքում փոկվենգել է կամ բաներ է, որ զբաղված են եղել ընտրության բուն գործընթացով ուշադրություն չեն դարձրել, ուրեմն մենք on-line հեռարձակում կա տեղամասային
կենտրոններից, այս տարվանից հեռարձակում կա մեր նիստերից նույնպես, մեր մոդելը տեսախցիկ դրած, ընդրատարածքային ընտրական հանձնաժողով նկատի ունեմ, մենք ամբողջ գործընթացը վերահսկել ենք, ցանկացած շարժ երևացել է նախորդ ընտրությունների մասին եմ ասում, ցանկացած շարժ մենք տեսել ենք ու եթե տեսել ենք ինչ-որ արտառոց բան, չնայած այդքան շատ մի երկու դեպք է եղել, մենք շատ արագ արձագանքել ենք, մեր հանձնաժողովի անդամները գնացել են ու ասենք ինչ որ խնդիր է եղել քաղաքացուի հետ բան, ամբողջը միանգամից հարթվել է, նույնիսկ եղել է մենք գնացել ենք արդեն նախագահն է հաշտած եղել, բայց մենք տեսել ենք, տեսեք գնացել ենք այդ տեսախցիկները շատ լավ վերահսկողության տեսակետից շատ լավ միջոց են, որ մենք կարող ենք վերահսկելի պահել ամբողջ ընտրությունների գործընթացը։ Շնորհակալություն, միայն հիշեցնենք, որ թիմ ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Ուրեմն հիշեցնեմ, իհարկե բավական մեր ժողովուրդը տեղեկացված է, բայց ասեմ, ուրեմն ինչպես որ 21 թվականին, այսինքն համապետական եւ թիմ ընտրություններին, անպես էլ այս թիմ ընտրություններին համամասնական ընտրակարգով ու նախկինում գրիչ, մարդիկ ասում էին, ասենք, պտիշկա տնել, բան չկա։ Մարդը վաղը կլինի վիճակահանությունը, բոլոր կուսակցություններն ու վաղը գրանցումից հետո բոլոր կուսակցություններին կտրամադրվի հեշտական համարներ, այդ հեշտական համարներով եւ կուսակցությունների անվանումով կտվեն քվեաթերթիկներ, այսինքն Գյումրիի հաշվառում ունեցող այդ ընդրացուցակներում արկայից մի բան էլ ավել, մի 20% ավել քվեաթերթիկ է տվում, բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները նույնականակ տվում է, մենք դա բոլորը տրամադրում ենք տեղամասային հանձնաժողովներին, մարդը մոտենում է, վերցնենք Գյումրիի պարագայում, կլինի 9 քվեաթերթիկ, մարդը վերցնում է այդ 9 քվեաթերթիկ, այո, իր նախընտրած կուսակցության թերթիկը վերցնում է, դնում է ծրարի մեջ, ծրարի անկյունում, ասենք այսպես, ծրարի անկյունը այսպես բան է, ճղված է, ինքը դրեց, գնում է հանձնաժողովի անդամի մոտ, նա կպցնում է դրոշմա նիշը, ծրարը կնիկվում է ու տալիս են քաղաքացին գցում է ընդրա արկղը։ Այնպես որ ոչ գրիչ է պետք, ոչ մի բան պետք չի, մնացած չօգտագործված թերթիկները մարդը գցում է, այնտեղ ուրնակա, այդտեղ է գցում։ Դեպքեր են եղել, որ մարդը 3 հատ թերթիկ է դրել, այդ պարագայում ասեմ, որ թերթիկի վրա եղավ դրոշման իշը, այդ թերթիկը համարվում է վավեր։ Շնորհակալություն պարզաբանումների համար, ես հիշեցնեմ, որ ընտրական գործընթացների շուրջ զրուցեցի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի հետ։ Եթերում երկխոսության լսարաններ, հաջողություն։